Առողջ առավոտ սիրելի հեռուստադիտող, այսօրվա թեման դարձյալ հետաքրքիր է, անդրադարձել ենք վիրաբուժության մի հետաքրքիր ուղղության, որ անվանում են կրծքային վիրաբուժություն, թորակալ վիրաբուժություն, սակայն չենք խոսելու դասական թորակալ վիրաբուժության մասին, այլ առանձնացնելու են կրծքավանդակի պատի վիրաբուժությունը, որը բժշկագիտության մեջ հարաբերական նոր ուղղություն է, բայց լայն թափով զարգացող եւ հետաքրքիր մի ուղղություն է գիտական։ Այդ կապակցությամբ տաղավարում հյուրընկալել եմ թորակալ վիրաբույժ Հայաստանի Հանրապետության Առողջապահության նախարարության ուռուցքաբանության ազգային կենտրոնի կրծքավանդակային վիրաբուժության եւ ինտերվենցիոն թոքաբանության բաժանմունքի վարիչ բժիշկ Տիգրան Բյուզանդյանին։ Առողջ առավոտ բժիշկ Բյուզանդյան։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ, որ հրավերս ընդունել եք եւ մեր մինչ այս քննարկումների արդյունքում եկանք այն հայտարարին, որ պետք է վերցնենք, կարծում եմ, նոր ուղղությունը եւ եթերում այդքան շատ չմեկնաբանված ուղղություն է, խոսենք կրծքավանդակի պատի վիրաբուժությունից։ Ինչ է այդ ուղղությունը վիրաբուժության։ Բավական հետաքրքիր հարց շոշափեցիք եւ շատ շնորհակալ եմ հրավերի համար, քանի որ մենք պետք է խոսենք բավականին ակտուալ, սակայն վերադառնալով ասացվածներին լավագույն նորը դա մոռացված հինն է, ոչ թե ինչ որ մեկը մոռացել է կրծքավանդակի պատի վիրաբուժության մասին, այլև վերջերս ստացել է շատ ավելի նոր շունչ կոնկրետ իմ կյանքում եւ կապված էր փոքր պատմության հետ, երբ հանդիպեցի շատ արդեն իսկ մոտ ընկերոջ, իմ չինացի գործընկերոջ հետ եւ տեսա նրա ուղղվածությունը, նա առաջիններից էր աշխարհում, ով փորձեց առանձնացնել կրծքավանդակի պատի վիրաբուժությունը եւ 2008 թվականից ուղղությունը թեքեց դեպի հենց կրծքավանդակի պատի վիրաբուժությունը, նա իր մասնագիտությամբ ընդհանրապես կարծո վիրաբույժ է շարքային եւ հանգամանքների բերումով զրկվել էր իր աշխատանքից, ելնելով ոչ այդքան բարվոք քաղաքական եւ ոչ քաղաքական իրավիճակից իր իսկ երկրում եւ միշտ պատմությունը պատմում, ասում է, ես 2008 թվականին զրկվեցի իմ սիրած գործից եւ այլն, բայց այնինչ չի սպանում մեզ, դարձնում մեզ ավելի ուժեղ եւ սա հենց այդ պատմությունը 2008 թվականից նա ձեռնամուխ եղավ կրծքավանդակի պատի վիրաբուժությանը, դա բոլորիս համար ամենօրյա աշխատանք է կրծքային վիրաբույժների համար, թորակալ վիրաբույժների համար, բայց նմանատիպ առանձնացված ուղղություն ոչ մի տեղ գրեթե չես կարող հանդիպել։ Կհնչեցնեք այդ բժիշկ գիտնականի անունը։ Վենլին Վանգ, նա ազգությամբ չինացի, Չինաստանի ժողովրդավարական հանրապետությունից եւ նա այժմ իր գործունեությունը ծավալում է Գուանջո քաղաքում, բավականին զարգացած եւ ոչ միայն քաղաքական, ոչ միայն տնտեսական, այլև հենց բժշկական աշխարհում շատ հայտնի։ Եվ 2008 թվականից զբաղվելով նմանատիպ վիրաբուժությունով, գլխավոր ակցենտը գնում էր դեպի կրծքավանդակի պատի բնածին արատներ, դեֆորմացիաներ եւ ինչու ոչ չզբաղվել մի նոզոլոգիական խմբով, որը որ Չինաստանում մեծամասնությամբ կարելի է գտնել բոլոր տեսակի հնարավոր դեֆորմացիաները եւ այդ պահի դրությամբ գրեթե ոչ մեկ դրանով չէր զբաղվում Չինաստանում այդ ժամանակ եւ ընդամենը 17 տարի անց իր իսկ անունով 4 վիրահատական եղանակներ եւ 1 համախտանիշ։ 2018 թվականին հիմնված աշխարհում առաջին կրծքավանդակի պատի վիրաբուժության բաժանմունք եւ 2023 թվականին առաջին աշխարհում կրծքավանդակի պատի վիրաբուժության ինստիտուտ։ Արագություն է, տեմպը, չինական տեմպ է։ Չինական տեմպ է։ Դուք ինչ կապ ունեք այս ամենի հետ, փաստացի։ Շատ լավ հարց տվեցիք, շնորհակալ եմ։ Բոլորիս մոտ կան սիրած նոզոլոգիաներ, բժշկության մեջ, դուք լավ հասկանում եք ինչ եմ ասում։ Ցավոտ կողմենից եք դիպչ։ Իմ ամենասիրած ոլորտ մնացածը ոչ պակաս սիրված են մեր մասնագիտական դաշտում, բայց կրծքավանդակի պատի նկատմամբ միշտ ունեցել եմ համակրանք, համեմատած մնացած բոլոր վիրահատություններին եւ իմ ձգտումն էր գտնել մի մարդու, որ բավականին խորացված է եւ ժամանակը հանգամանքը բերեցին նրան, որ մենք հանդիպեցինք եւ բավականին ինչպես դա կարող եմ ասել, նույն ալիքի վրա ենք մենք նույն բիոքիմիան ունեիք նաեւ։ Նույն բիոքիմիան, նույն մտածելակերպը եւ մտքերի քիմիան։ Այո։ Գտանք ճիշտ արտահայտություն։
եւ նույն կարգի ողջավորություն գործի նկատմամբ, ինչը իմ համար պակաս կարեւոր չէր, քանի որ ինչ որ չափ բոլորս էլ բժշկության մեջ մանյակ ենք, մաքսիմալ ուզում ենք աշխատել, փորձել բոլորին փրկել, բայց հավատացեք, մենք դեռ փրփուր ենք համեմատած իրենց ծավալներին եւ ժամանակին ինչքան իրենք վատնում են հենց աշխատանքի վրա եւ ոչ թե վատնում են, ես սխալ բառ ասեցի, այլ ծախսում են հենց ինիցիաց աշխատանքի վրա։ Ես իմ գործընկերներին խնդրելու եմ մի փոքր ավելի զում անեն եւ ձեր աչքերի փայլը ցույց տան հեռուստադիտողին, այն տիպիկ վիրաբուժական էնտուզիազմը, երբ խոսում ես սիրած թեմայի մասին եւ փաստորեն մարդու դեմքին հայացքը փոխվեց ձեր ամբողջ արտահայտությունը, այնքան բարձր եմ դա գնահատում։ Սա մի բան է սիրելի հեռուստադիտող, երբ որ բժշկի մեջ կամ չկա, որպես կանոն այս ֆենոմենը ես նկատում եմ վիրաբույժների մոտ, էնտուզիազմով սկսում են խոսել, երևի նույն զգացողություն ունեք վիրահատանում, չէ՞։ Այո։ Թթվածին լրիվ այնտեղ այլ է, օդը ձեզ համար օդը կանգնում է, ժամանակը դադարում է, ես ասեմ, մոտավորապես կազինոյի հոգեբանությունը, ժամին չենք նայում երբեք, մեկ էլ վիրահատությունը ավարտվեց, քանի ժամ տևեց, 12, ինչքան։ Չես էլ զգում ես ժամանակը ոնց է անցնում։ Ներողություն, որ ընդհատեցի, բայց մի քիչ համեմ եմ մեր զրույցը, շատ հաճելի էր դա տեսնելը, դա շատ ոգևորիչ է, որպես քաղաքացի եմ ասում, ոչ որպես գործընկեր։ Հետո Եվ պատմությունը սկսվեց արդեն հանդիպումների Հայաստանում, երբ մենք Ուռուցքաբանության ազգային կենտրոնի կողմից կազմակերպված հենց Ուռուցքաբանության հայկական կոնգրեսի շատ հայտնի եւ կայացած կոնգրես, եթե չեմ սխալվում 5 անգամ արդեն 5 Հոբելյանական 5-րդին արդեն ինչի կապակցությամբ բոլորիդ եմ շնորհավորում։ Շնորհակալ եմ։ Եվ հենց Հոբելյանականին մեր գոլեգան մասնակցեց եւ ինչը մեզ ահագին գերեց, եթե բոլոր պրեզենտացիաները հիմնված էին 1-2 կլինիկական դեպքի վրա եւ ավելի շատ գիտական հենքերով, ապա մեր գործընկերը եկավ, միացրեց պրեզենտացիան, դուք որպես գոլեգա կհասկանաք 340 սլայդ պարունակությունով եւ մեկ սլայդը մեկ ակնթարթում թերթելով ցույց էր տալու կլինիկական դեպքեր, ընդ որում նախորդ զեկուցող գոլեգան, որը պատմում էր հենց կրծքավանդակի պատի ուռուցքի վիրահատական բուժման տեխնիկայի մասին, իր դեպքը կարելի է, եթե գործակիցներով բաժանենք, մոտավորապես 0.5 գործակից ուներ, համեմատած յուրաքանչյուր այդ 340 սլայդերից մեկին, չգիտեմ, ինչ որ այլ մոլորակային վիրաբուժություններ ցույց տալիս, շատ դեպքերում մենք նույնիսկ նմանատիպ ծավալներ մտքներովս չերել անցնի, որ կարելի է գնալ նմանատիպ վիրաբուժության, այն էլ ռեկոնստրուկտիվ, այն էլ էքսցենտրիկ մտածողությամբ անձնավորության մասին է խոսքը։ Այո, եւ բավականին լակոնիկ ձևով այդ ամենը ներկայացրեց եւ 340 սլայդ լակոնիկ։ Եվ հաջորդիվ արդեն իսկ ամռան առաջին ամսին, երբ ստացազանք, նա հրավիրեց մասնակցելու թե իր իսկ կողմից կազմակերպված workshop-ին, հա, այսինքն ավելի հայեցի եթե ասենք, աշխատանքային աշխատաժողով չասենք, ավելի շատ պրակտիկ մասնակցություն, փորձագիտական ուսումնական process, երբ դուք անմիջականորեն ներգրաված եք վիրահատությունների մեջ, գործնական բաղադրիչը շատ ավելի շատ է։ Գիտագործնական, այսպես աշխատանքի։ Եվ իր կլինիկան տեսնելով ես ոչ թե զարմանք ապրեցի, այլ զգացի բավականին մեծ կոմֆորտ։ Քանի որ չկային տարբեր ինչ որ, չգիտեմ, նորաստեղծ 25 թվականի արտադրված ինչ որ սարքավորումներ, մոտավորապես հայաստանյան պայմաններին բավարար, ոչ պակաս, ոչ ավել, վիրահատական սրահներ են, մի բան ավել, մի բան պակաս, բայց պայմանները գրեթե նույնն էին, սակայն տարբեր էր պրինցիպիալ մարդկանց հոգեբանությունը աշխատանքի մեջ, թիմի մեջ, պացիենտների կողմից եւ այլն։ Հեսա կմանրամասնեմ։ Ուրեմն workshop-ը տեղի ունեցավ ընդամենը 1 օր։ Առավոտյան 8-ից մենք սկսել ենք, արտասահմանից մոտավորապես 20 հոգի հյուր կար։ Թե Ասիայից, թե Եվրոպայից, թե Ամերիկայից եւ պլանավորված էր այդ օրվա ընթացքում մենք չգիտեինք քանի վիրաբուժություն, քանի վիրահատություն։ Վիրահատությունները ավարտվեցին հաջորդ օրը ժամը 12-ին։ Գիշերն էլ հանդերձ վիրահատությունները շարունակվում էին եւ այդ 28 ժամվա ընթացքում վիրահատվեցին 83 բուժառուներ մեկ վիրաբույժի կողմից։ Դա ֆանտաստիկ ցուցանիշ էր, բոլորը ապշած էին, չկար մեկը, որ ասեր, ընդունելի թիվ է, ես արել եմ օրինակ 40-ը նմանատիպ ժամանակում։ Դարձյալ չինական թվեր եք հնչում։ Դարձյալ եւ ասեմ, առանձնահատկությունը այս տեխնիկաների մեջ էր։
տեխնիկաները, որ նա մշակել էր իր անունով, վիրահատությունները ստեղծվել էին եւ պատենտավորել էին, բավականին արագացնում են գործընթացը։ Մենք դրա մեջ համոզվեցինք, առաջնահերթ անվտանգության մեջ չնայած արագություններին եւ երկրորդը արդյունքներին։ Նմանատիպ դեֆորմացիաներ նույնիսկ պրեզենտացիաների ժամանակ նա ցույց տվեց եւ գնաց քվեարկություններ որոշ դեֆորմացիաների կապակցությամբ կհատվեր արդյոք ոսկրային հյուսվածք թե ոչ։ Մեծամասնությունը այո կհատեին ոսկրային հյուսվածք, սակայն նա իր օրինակով ցույց տվեց, որ բացարձակ ոչ մի ոսկրային հյուսվածք չէր հատվում ընդհանրապես։ Չէ բիոմեխանիկայի ինչն էր գործի դնում է կոնստրուկցիաների առանձնահատկությունների եւ դեֆորմացիաների շփման նրբությունների մեջ էր ամբողջ գաղտնիքը եւ իմ համար ամենազարմանալին հենց դիսցիպլինան էր, ամեն օր մենք աշխատում ենք վիրահատանում եւ տեսնում ենք դեռահասների մանկահասակ երեխաների, ովքեր որ փոքրիկ կապրիզներ են անում, լացում են, ծնողներին են ուզում եւ այլն։ Չինաստանում 83 վիրահատված բուժառուներից երևի թե մոտ 70-ը երեխաներ են, մինչև 10 տարեկան։ Ամոթինց թե մի հատ լացող երեխա եմ տեսել վիրասրահում, նախասրահում, նույնիսկ տեսարաններ իմ համար զարմանալի, երբ նախասրահով քայլում ենք, բավականին փոքր էր իրենց հետ վիրահատական սրահը եւ շատ ժամանակ բուժառուներին պատրաստելուց նախասրահում էին նստացնում, փոքր 10 տարեկան տղա կաթետրը միացրած ձեռքին, համակարգը ձեռքին նստած սպասում։ Լիարժեք հրահանգավորված էր եւ գիտեր ինչի մասին է խոսքը։ Գիտեր ինչի մասին էր խոսքը, մոտավորապես ոնց որ 30 տարեկան տղամարդ նստած սպասեր իր վիրահատության ժամին։ Եվ մեկ օրինակ չէր, բազմաթիվ օրինակներ։ Եվ մյուս կողմից չինական դիսցիպլինա։ Դատարկ չէր մնում որևիցե 5 րոպե։ Ամեն մարդ իր աշխատանքը գիտեր, հանգստի ժամներ ուներ, չգիտեմ, բաժանում գնալու ժամներ ունել, բայց չկար որևիցե բացակայող օղակ այդ 5 րոպեն, որ չգիտեմ, ոչ մի բան չէր անում։ Դե երևի թե չերկարացնենք այս մասով, թե որտեղ է Չինաստանը, բայց ասենք որտեղ ենք մենք եւ փորձենք հասկանալ գետ մեկ օրինակով, մեկ բժշկի պատմությամբ։ Ինձ համար իհարկե հաճելի է նաեւ այդ մեծ սիրտ ունենալու հանգամանքը եւ սովորեցնելու, այսինքն ուսուցիչ լինելու հանգամանքը եւ ինչպիսի ծրագրերով հետ եկաք, որքան անցկացրեցիք Չինաստանում։ Չինաստանում անցկացրել եմ 8 օր եւ բացի workshop-ից կազմակերպվել էր նաեւ աշխարհում առաջին կրծքավանդակի պատի վիրաբուժության կոնգրեսը, որտեղ պատիվ ունեցա ինչպես լինելու մոդերատորներից մեկը այդ կոնֆերանսի։ Այո, զեկույցով եք հանդես եկել։ Այո, անպայման, շնորհակալ եմ։ Գիտական խորհրդի անդամ եք եղել։ Դեռևս գիտական խորհուրդ չեղել, դա սա ամեն ինչ դեռ ակունքներում է եւ նմանատիպ պրոյեկտները դեռևս շարունակվելու են եւ պատիվ ունեցա ներկայացնելու մեր իսկ վիրաբուժական փորձը, քանզի Ոսկաբանության ազգային կենտրոնում ունեցել ենք բազմաթիվ փորձ թե բաց վիրահատությունների կրծքավանդակի պատի վրա, թե էնդոսկոպիկ, չասեմ թե ինչ որ հեղափոխական լուծում ենք առաջարկել, սակայն փնտրելով այլ օրինակներ նմանատիպ մինիմալ ինվազիվ վիրաբուժության եւ լուծումների, մենք կարողացել ենք անցած տարվա այս տարվա ընթացքում բազմաթիվ բուժառուների օգնել խուսափել մեծ վերքերից եւ փոքր տրավմատիզացիա ապահովելով ստանալ համապատասխան արդյունքներ, հա, թե կրծքավանդակի պատի մետաստատիկ ախտարումների, թե առաջնակի կրծքավանդակի պատի ուռուցքների դեպքում եւ մեր փորձը չասեմ թե զարմացրեց, բայց որոշ լուծումներով մենք կարողացանք կիսվել մեր գոլեգաների հետ եւս, ունենալով սահմանափակ ռեսուրսներ, գործիքակազմ ոչ թե ինչ որ կազմակերպչական խնդիրներ ձեռներով, այլ զուտ հասանելիության կան գործիքներ օրինակ Չինաստանում եւ ոչ մեկի մտքով չի անցնում այդ գործիքը ունենալ նաև Հայաստանում, որովհետև պահանջարկը բավականին քիչ է, սակայն քիչը չի նշանակում, որ չկա։ Եվ նույն հատել կողային հյուսվածքը էնդոսկոպիկ եղանակով ենթադրում է ինչ որ լուծումներ։ Մոտավորապես 3 լուծումով մենք կիսվեցինք եւ գոլեգաներից ահագին նոր խորհուրդներ եւս ստացանք, թե մինիմալ ռեսուրսներով վերականգնումները կրծքավանդակի պատի, չէ որ կողային հյուսվածքը հատվում է ոչ բոլոր դեպքերում, բայց կարիք կա կրծքավանդակի պատի ամնությունը վերականգնելու։ Այո։ Սակայն նմանատիպ խնդրին բախվել են թե մեր Մալայզիայի, թե Թայլանդի գոլեգաները եւ իրենք էլ են փորձել լուծումներ գտնել եւ այդ տեխնոլոգիաները մենք փորձելու ենք նաեւ կիրառել մեզ մոտ եւ բավականին իրեն զարմացրեց, երբ մենք կողահյուսվածքը հատում էինք արդեն ջիգլի կոչվող լարասողոցի օգնությամբ, ընդամենը 1 մմ-անոց անցքերի միջոցով եւ էլի այնպես չի մենք ենք դա հնարել, սակայն մի փոքր մոդիֆիկացրել ենք, երբ վերքի միջով ենք դա արել
Դες այն ինչի կոչվում է փորձի փոխանակում։ Իհարկե։ Ձեր թույլտվությամբ եկեք մի պահ կլինիկական քննարկումից անցնենք մի փոքր գիտական մաս։ Ես որպես այսպես պրպտող անձնավորություն միանգամից այդտեղ լուրջ հնարավորություններ եմ տեսնում յուրահատուկ ինքնատիպ դեպքերի հրապարակման, ել չեմ ասում թեկուզ քիչ քանակներով, բայց ծանրակշիռ հոդվածների հրապարակման, որտեղ է մեր գործընկերը եւ ինչքանով Հայաստանը կընդգրկվի դրա մեջ իդեն ձեզ, որովհետեւ իմ վիզուալիզացիայով դուք 5 տարի հետո անպայման առնվազն լինելու եք բորդում այդ համաշխարհային ասոցիացիայի եւ հաստատ ծանրակշիռ տեղ եք զբաղեցնելու եւ դուր եք լինելու շատ այլ վիրաբույժների համար դեպի այդտեղ։ Ես ճիշտ եմ կանխազգում։ Գիտության մասով ինչ ունեք պլաններ իրենց աշխատելու, ինչ որ հրապարակելու հոդվածներ։ Միանշանակ ունենք պլաններ, սակայն ելնելով քիչ քանակությամբ դեպքերից մենք դեռևս կալկուլյացիայի փուլում ենք, այսինքն հավաքվում են դեպքեր եւ հավաքվում են խմբեր բուժառուների, որպեսզի մենք գանք ինչ որ գիտական եզրակացության։ Նույն կրծքավանդակի պատի բաց եւ փակ վիրաբուժության, էնդոսկոպիկ վիրաբուժությունը համեմատելու նպատակով։ Այստեղ չինական պոպուլյացիան իհարկե համեմատելի չի, բայց հասկանում ենք, որ առանձնահատկություն կա։ Շատ հետաքրքիր է կրթական բաղադրիչով։ Ինչ որ fellowship ստեղծել այս ուղղության մեջ, մեր լոկալ գործընկերները ինչպես են վերաբերվում այս ասեմ ձեզ նոր ձևակերպմանը։ Նմանատիպ վիրաբուժություն, երբ խոսեցի գոլեգայի հետ, ասում եմ, դե Հայաստանում քիչ են դեպքերը, երևի թե ասում է, չէ, դուք սխալվում եք, ուղղակի իրենք չեն դիմում ձեզ։ Ըստ ստատիստիկ տվյալների, որոնք իրենք էլ հենց հաշվարկել են, տարեկան ծնվող յուրաքանչյուր 100 նորածնի հաշվարկով առնվազն 1 կրծքավանդակի պատի դեֆորմացիա կա, որը կարիք կա միջամտելու։ Եվ հաշվելով պարզ թվեր, մենք տարեկան մոտավորապես 300-ից 400 բուժառու առնվազն պետք է ոչ թե պարտադիր իրենք պետք է վիրահատվեն, այլ առնվազն դիմեն բժշկի, սակայն շատ ժամանակ չեն դիմում։ Ես դες նույնիսկ պատմությունը պատմեմ, երբ եկա Հայաստան, վերադարձա, բոլորին պատմեի գոլեգաներին։ Ասենց բաներ եմ տեսել, ես են կարել եւ այլն։ Մեր իսկ գոլեգաների շրջանում կային բազմաթիվ մարդիկ, ովքեր որ իրենց դեֆորմացիաների համար ոչ մեկին չէին դիմել։ Բժիշկներ, որոնք ունեն դեֆորմացիա, չէին մտածել։ Այլ հարց է դիմել կամ ընդհանրապես դիմել, դե հիմա դեֆորմացիա է, ենթադրենք, հա։ Ու ես խոսելու ընթացքում մտաբերում եմ իմ ծանոթ բարեկամներին ու մոտ ժամանակին տեսել եմ դեֆորմացիաներ, սինդրոմների անունները բոլորս գիտենք, շատ չխորանանք։ Ես ուզում եմ մի այլ edge-ի անդրադառնալ, ինձ ուրախացնում է այն հանգամանքը, որ վերջին շրջանում մենք շատ ավելի շատ ենք մտքերով փոխանակվում։ Կուզեմ, որ հեռուստատողը դրա մասին իմանա, մենք ինչպես գիտեք, կազմակերպում ենք հայկական առողջապահական բժշկական ցուցահանդես 2025-ը միջազգային ցուցահանդես, եւ այստեղ մենք ունենք ուղղություններ, որտեղ որ ընտրել ենք դեսպանների եւ օնկովիրաբուժության մեջ մենք ընտրել ենք ձեզ, ինչի համար շնորհավորում եմ։ Եվ կուզեի մի քանի միտք փոխանակենք ընդհանրապես այս գաղափարի շուրջ, որովհետեւ այն ինչ որ դուք անում եք, համաշխարհային կապը թեկուզ մեկ գիտնականի, մեկ կլինիցիստի հետ, իրապես նպաստում է, որ Հայաստանի պես փոքրիկ երկիրը Չինաստանի նման գիգանտի կողքին լինի ինչ որ առումով, իդեմ ձեզ, եւ սա եւս մեկ անգամ օրինակ է, որ փոքր պետությունը կարող է մրցունակ լինել եւ ներկայացված լինել։ Կուզեի մենք մեր գաղափարին անդրադառնանք, ինչ ենք մենք ուզում այս էքսպոյով ընդհանրապես անել, ինչի մասին է այս էքսպոյը, ինչի համաձայնեցիք դառնալ դեսպան օնկովիրաբուժության մասով։ Փիլիսոփայությունը էլի սկսեմ չինական հետաքրիր մենտալիտետից, իրենք ունեն բազմաթիվ տեխնոլոգիաներ, իրենք ունեն հնարավորություն կրթվելու գրեթե ամենտեղ, որովհետև թե պրպտող են, թե սովորող են, թե եւ այլն, բայց իրենք ունեն ուրույն մտածելակերպը կապված նույն չափորոշիչների, վիրահատական բուժումների, թերապիաների եւ այլն։ Երբ նույն կոնգրեսի ընթացքում Ամերիկայի գոլեգան ներկայացրեց ստանդարտներ, չափորոշիչներ, որին պետք է վիրահատել, որին պետք չի վիրահատել եւ մեր չինացի գործընկերները պարզապես կանգնեցին ասել, եթե բուժառուն ուզում է շտկել դեֆորմացիա, նա պետք է շտկի։ Չկա դեֆորմացիա, որը կարիք չկա շտկելու։ Առնվազն կոսմետիկ նկատառներից ելնելով եւ իրականում ինչով դա ինձ գերեց, լինելով փոքր երկիր, մենք անընդհատ փնտրում ենք լուծումներ հարևան երկրներում, մեծ երկրներում, Եվրոպայում, Ամերիկայում չափորոշիչներից ենք օգտվում, սակայն միգուցե եւ մտածում ենք, բա մերը որտեղ է։ Չէ՞ որ մենք տարբեր ֆինանսական հնարավորություններ ունենք, տարբեր առողջապահական համակարգեր ունենք, տարբեր ռեսուրսներ ունենք եւ այլն։ Իմ ամենօրյա չասեմ լոզունգն է, բայց
ամենօրյա միտքն է։ Ինչու ենք մենք նայում աջ, ձախ, վերև, ներքև։ Մենք մեզ պետք է նայենք, ունենք այսքանը, պետք է կազմակերպենք մեզ բավարար, մեզ վայել, չափորոշիչ ունենալ, թեկուզ եւ մեր ուղեղներում պարտադիր ճինաթղթի վրա լինի եւ այլն։ Եվ վերադառնալով մեր ցուցահանդեսին, այո, մենք փոքր ենք, բայց ռուսական շատ լավ ասացված կա, մալոյ դաուդալոյ։ Երբեք պետք չի վախենալ փոքր լինելուց, փոքրականակ լինելուց, կարևորը որակականն է եւ մտքով փոքր չլինենք, մտքում փոքր չլինենք, գաղափարները փոքր չլինեն եւ ամենակարևորը ինչ որ մենք անում ենք լինի առնվազն պրեզենտաբիլ, այսինքն պետք չէ անել ինչ որ գործեր զուտ անելու համար եւ այլն, հա, եւ ինձ համար կոնկրետ այս ցուցահանդեսի փիլիսոփայությունը ինձ դա է ցույց տալ, որ Հայաստանն էլ է ժամանակակից, անում է բժշկական ցուցահանդես, ցույց տալու իր հնարավորությունները, ընդ որում ստեղծելու բացահարթակ բոլոր բժիշկների, բոլոր բժշկական կազմակերպությունների, բժշկությանը առնչվող եւ առհասարակ առողջապահությանը առնչվող ցանկացած անձի, ընկերության եւ այլն, որը կարիք ունի ինչ որ բան ցուցադրելու կամ ուզում է ինչ որ բան ցույց տալ եւ ստեղծել նմանատիպ հարթակը, կարծում եմ դա ժամանակակից 25 թվականի լուծում է։ Բլից հանկարծակի հարցի պատրաստ եք։ Պատրաստ։ Նշեք առնվազն 1, լավագույն դեպքում 3 ծանրակշիռ պատճառ, ինչու մեր բոլոր գոլեգաները ֆիզիկական անձի տեսքով քաղաքացի, բժիշկ, կազմակերպություն չպետք է մասնակցեն նման ցուցահանդեսի։ Չպետք է մասնակցեն։ Կարծում եմ հարցի բարդությունը դրա մեջ է։ Կարծում եմ չկա նմանատիպ պատճառ, քանի որ հին ու բարի ասացված կա, քանի լեզու գիտես, այդքան էլ մարդ ես։ Նմանատիպ միջոցառումներ եւս, քանի միջոցառմանը կմասնակցես, այնքան ավելի բան կիմանաս եւ այնքան ավելի մեծ connection, այսինքն կապեր կունենաս գոլեգաների, ընկերությունների, արտասահմանյան գործընկերների եւ այլն։ Ես էլ հիշեցնեմ, որ մենք խոր հավատով ենք վերաբերում այն նախագծին, որ միասին մտածել ենք, որպեսզի առաջինը համախմբենք, կրթենք եւ դարպաս ու դուռ բացենք եւ խողովակ հանդիսանանք աշխարհի հետ հաղորդակցման, ոչ թե առանձին, այլ փորձելով դա անել միասնական։ Կրկնեմ, ինձ համար էլ բոլորովին մոտ մի քանի ամիս է ինչ բացահայտել եմ այդ կոնցեպտը, հայեցակարգը One Health, մեկ առողջություն, որ հանրային առողջապահական ամենալուրջ թրենդն է մարդու առողջություն, կենդանու առողջություն եւ բնության առողջություն, որ մենք կոչում ենք բնապահպանություն։ Այս երեքը միասին որոշում են մեր եւ մեր ընտանիքի, հաջորդ որ դրել ենք ընտանիքի առողջություն։ Մեր ընտանիքում յուրաքանչյուրիս ընտանիքում եթե գետ 1 հիվանդ կա կամ խնդիր կա, մենք այդ գիշեր արդեն չքնեցինք։ Անկախ նրանից պլանային է, թե առավել եւս եթե անհետաձգելի է։ Ցավի դեմ պայքար, առողջ ապրելակերպ, այսպիսի հայեցակարգերը ուզում ենք առաջնորդվել։ Ես շնորհակալ եմ ձեզ երկու բանի համար։ Առաջինը, որ ձեր թանկ ժամանակից տրամադրեցիք եւ առողջ առավոտը ինձ հետ անցկացրիք։ Երկրորդը, որ համաձայնեցիք դառնալ մեր դեսպանը, որովհետեւ օնկովիրաբուժության մեջ նաեւ կրծքավանդակի եւ թորակալ կրծքավանդակի պատի եւ թորակալ վիրաբուժության մեջ մենք դեմքերի կարիք ունենք եւ դուք բոլոր չափորոշիչներին համապատասխանում եք եւ կարծում եմ մեր գործընկերների համար դա դրական իմաստով վարակիչ կլինի։ Շնորհակալություն ձեր անձնական ժամանակի համար։ Սիրելի հեռուստադիտող, ամփոփելով նշեմ, որ եթե մեզ հետ եք, ուրեմն ֆիքսեցիք եւ հասկացաք, թե ինչ է կրծքավանդակի պատի վիրաբուժությունը, հասկացանք, թե որ երկրում ինչ ակունքներով եւ պատկերացրեք ահռելի Չինաստանում գետ 1 բժիշկ համարձակվել է ստեղծել բժշկության նոր ենթադիսցիպլին կամ առնվազն նորովի ներկայացնել մի բան, որը իսկապես թաքնված է, բայց պահանջարկի եւ ակտուալության արդիականության խնդիր չունի։ Մենք հաջորդ շաբաթ եւս կանդրադառնանք շատ հետաքրքիր թեմաների, իսկ այժմ ես հրաժեշտ տամ բժիշկ Բյուզանդյանին, ձեզ նույնպես կհանդիպենք հաջորդ անգամ։